ունեցել մարտի 1-ին եւ ինչու։ Սա սովորական, թեկուզ եւ ծանր, թեկուզ եւ մասշտաբային, բայց սա սովորական հանցագործություն չէր, եթե սրա տակից հանում են քաղաքականությունը։ Ինչու դա տեղի ունեցավ։ Որովհետև Հայաստանը որպես պետություն զավթվել էր կազմակերպված քրեական խմբավորման կողմից եւ պետությունը վերածվել էր հանցագործությունների գործիքի, սերիական հանցագործությունների գործիքի, որոնցից մեկն էլ այո մարտի 1-ն էր։ Մարտի 1-ը միայն սպանություններ չեն, այլև հարյուրավոր վիրավորվածներ, հազարավոր բռնաճնշումների ենթարկվածներ։ Մարտի 1-ը նաև բռնաբարված Աղվան Հովսեփյանի կողմից հավաքական իրավաբանությունն է Հայաստանում։ Այլանդակված մինչև հիմա, որ դատաիրավական ռեֆորմը իշխանությունը գցել է ոտին։ Եվ արդյունքում մենք ստանում ենք այլանդակ որոշումներ դատարաններում։ Այս վնասը Հայաստանում դեռ հաղթահարված չէ։ Որն է չափանիշը, որ մենք պետք է համարենք, որ սեպտեմբերի 18-ի դատավճիռն իրականացված է, առանց դրա շատ հստակ քաղաքական մասի, իրավաքաղաքական մասի, մենք չենք կարող արձանագրել, որ դատավճիռը կատարված է Հայաստանի Հանրապետության կողմից։ Նախ եւ առաջ այս դատավճիռը հիմք է քաղաքական լուստրացիայի համար։ Մարդկանց սպանել է պետությունը ըստ այս դատավճիռի։ Պետությունն ունեցել է իշխանություն, իշխանությունը ունեցել է գլուխ եւ ունեցել է քաղաքական ֆասադ, հանձինս կուսակցությունների ՀՀԿ, ԲՀԿ դաշնակցություն, որոնց ներկայացուցիչները թող ներող լինեն ներկաները, ահա այստեղ նստած իշխանությունը իրենց կոչում է մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ, 4 բառն էլ սուտ է, մերը չեն, հարգելի չեն, ընդդիմադիր չեն, այլ պետության թշնամիներ եւ գործընկերել չեն։ Տարեք գցեք։ Անհրաժեշտ է, այ օրենք է անհրաժեշտ եւ այդ կուսակցությունները պետք է լուծարվեն։ Ի վերջո դրանով անցել են իսպանացիները, երբ ձերբազատվել են Ֆրանկոյի բռնապետությունից, պորտուգալացիները Սալազարից, հա։ Լեհաստանը եւ Բալթյան երկրները կոմունիստական բռնապետությունից։ Հայաստանն այնպես չի, որ նրանք ժողովրդավարությունից բան չեն հասկանում, իսկ ստեղ մեզ բացատրում են, թե չէ դե կարող է ժողովրդավարական չի, այսպես չի, այնպես չի, օրակարգում նման հարց չունենք։ Ոչ, մենք ռումբի վրա ենք նստած մինչև հիմա եւ հենց ձեր ընդդիմադիր սիրելի գործընկերներն են ձեզ ռմբակոծում, մեր ներվերն էլ քայքայում ամեն օր։ Էլ չեմ ասում, քանի հատ տերորիստական խումբ է բռնվել ստեղ, որ գալիս է իրենց սիրելի երկրից, չէ՞, որի հետ միութենական պետության մեջ մտնելու հարցը պատրաստ են քննարկելու։ Խնդրեմ, սենց քաղաքականություն չի լինում։ Դրա համար էլ այո, նրանք մարդ են սպանել եւ պատրաստ են մարդ սպանելու, եթե միայն թե հնարավորություն լինի ձեռներում։ Ուրեմն ռեզումեն հետեւյալն է. ժողովրդավարությունը բարիք է, բայց այն պետք է լինի բռունցքներով։ Ժողովրդավարություն նշանակում է ուժ, ժողովրդավարություն նշանակում է կարգ, ժողովրդավարություն չի նշանակում լխկած շիլաշփոթ մի վիճակ, երբ ամեն տեղից վերկացողը խելքին փչածը կվերկենա ու կասի ու անպատիժ ձևով։ Ու սա էլ համարում եք ժողովրդավարություն, ամոթավոք։ Եվ ուրեմն, ի գործ մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին եւ մեր գնահատականներով երևի թե հնարավորություն կունենանք հասկանալ, թե ինչ ենք մտածում այս ընթացքի։ Չի նշանակում լինել ուժեղ տղամարդ կամ սատկած այրուծի վրա նստելը։ Էնպես որ, հարգելի քաղաքացիներ, ուզում եմ սա մեկ անգամ եւս ֆիքսենք։
Արդեն մի քանի օր է ազգային ժողովում մենք արտահերթ նիստեր ենք գումարել, շարունակում ենք մեր աշխատանքները, տարատեսակ թեմաների քննարկումներ ենք իրականացնում, երեկվանից էլ տիկին գլխավոր դատախազը ազգային ժողովի այս ամբիոնից մեզ ներկայացնում է միջնորդություն, կապված Քոչարյանի պատգամավորներից մեկին անձեռնխելիությունից զրկելու հետ, բայց նույն դաշնակները, Պատիվ ունեմը, Քոչարյանի մյուս պատգամավորները փորձում են անլրջացնել այս process-ը եւ դեմքի լուրջ արտահայտությամբ իբր հարցեր են տալիս գլխավոր դատախազին, փորձելով ոչ հիմնավոր տպավորություն, ներկայացնել, որ դատախազը այստեղ եկել է եւ ինչ որ ոչ հիմնավոր եւ որևէ թույլ գործ է ներկայացնում, մինչդեռ բացարձակապես հակառակն է եւ տիկին դատախազի ներկայացրածը սարսափելի մի իրականության մասին է խոսում։ Հարգելի քաղաքացիներ, բանից պարզվում է, որ այս դալիճում մեր կողքին նստած է եղել մի մարդ, Արթուր Սարգսյան անուն ազգանունով, ով մաս է կազմել, մասնակից է եղել մի օրհնված, ճակերտավոր օրհնված ահաբեկչության, որի ընթացքում վերջինս իր ընկերների հետ պատրաստվում էր սպանել ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ոչ միայն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին կամ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, այլ սիրելի քաղաքացիներ, նաև ձեզանից մի քանիսին։ Այո, նրանք պատրաստվում էին այրել մեքենաներ, մի քանիսին գյուլել պատերի տակ, իմիջայլոց այստեղ իրենք ցույց են տալիս, որ իրականում իրենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ուղղակի անվանում են անասուններ կամ էշեր, այլ հենց հավատում են, որ դուք այդպիսին եք, հարգելի քաղաքացիներ, որովհետև չի կարող մեկը խոսել մի քանիսին գյուլելու եւ հետո ընտանիքին որևէ փոխհատուցում տալու մասին եւ արտահայտվել, որ այդպիսով այդ ընտանիքները կլինեն գոհ եւ երջանիկ եւ իրենք էլ կգան իշխանության։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս ամեն ինչը շատ լավ գիտակցում են։ Ու վստահ եմ, որ նաև այս գիտակցումը հասկանում են այս նույն մարդիկ, ահաբեկչություն իրականացնող մարդիկ, որովհետև իրենք հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր իշխանության գալ հնարավոր է միայն ու բացառապես արդար ընտրությունների միջոցով։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղուց իրենց քաղաքական աղբանոցն է նետել եւ իրենք քաջ գիտակցում են, որ միակ տարբերակը, որ կարող են գալ իշխանության, դա ահաբեկչությունն է, որը ի պատիվ եւ ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի բնում խեղդվեց այդ ձեր օպերացիան։ Շնորհակալություն եմ հայտնում առիթից օգտվելով եւս մեկ անգամ մեր իրավապահ համակարգին։ Հարգելի քաղաքացիներ, այս սրբապիղծ ահաբեկչական ծրագիրը ղեկավարում էր Տավուշից Երևան գալու ճանապարհին գառնուկներ գրկող, երեխաներին համբուրող եւ Աստծո անունից հանդես եկող, բայց միևնույն ժամանակ սատանայի հետ գործարք կնքած